Постарели мои старики, незаметно, как это бывает, и уже с чьей-то легкой руки маму бабушкой все называют. И все чаще тревожит отец, хоть и делает вид, что здоров. Հոգնած մեռնում եմ։ Բժիշկը ինչ ասեց։ Ասեց նորմալ է, որ իմ ձայնը սենց հաստ է։ Բա ինչ եք ուզում ասեց, 2 տարեկանից ծխում եք։ Եթե ուզում եք ասեց մի քիչ գոնե բարականը, բարակ սիգարետներ ծխեք, այդքան բան։ Նկատի ունե իմ անալիզները։ Սմբո ջան, դու ընդհանրապես կրակի մեջ ես։ Աթերոսկլերոզը ավելի է խորացել, ու եթե սեն շարունակվի, կարող է 10 սրտիթ հերը անիցի։ Դրա համար ասեց գոնե շաբաթը 800 կիլոմետր մինիմում պետք է քայլես։ Այդ ինչքան է։ Դե մոտավորապես ոնց որ ստեղից գնաս Գելենջիկ ու հետ գաս։ Բայց այդ հնարավոր չի։ Ես էլ իրան հետ ասեցի, что значит 800 կիլոմետր։ Ասում եմ բժիշկ ջան, մի հատ ուրիշ մեթոդ ասեք։ Ասեց կա մի հատ մեթոդ։ Դրա տեղը կարա օրը մի ժամ սեքսով զբաղվի իր կնոջ հետ։ Տվյալ դեպքում իմ Սմբո ջան։ Բայց ոնց որ Գելենջիկը այնքան է հեռու չէր։